Բարի երեկո, հարգելի ընկերներ, այսօր ինչպես խոստացել է ես ուղղ եթեր եմ ունենում իմ Facebook-յան էջում, ովքեր չեն տեսել անոնս իմ կողմից հրապարակված, ասեմ այսօրվա թեման Ադրբեջանի Հանրապետության ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումն է աշխարհի տարբեր երկրների հետ։ Սա ես համարում եմ առանձնահատուկ թեմա, ես ուրախ կլինեմ, եթե տարածեք իմ եթերը, այսինքն բացիլից ալնեք, տարածեք, ես ձեզ շնորհակալ կլինեմ, մի քանի րոպե սպասենք այնքան, որ մարդիկ միանան եւ ես կանցնեմ իմ խոսույթին, իմ ասելիքին, միայն կխնդրեմ արձագանքել, գրել պատկերը եւ ձայնը ինչպիսին է, ես երևում եմ, ինչպես եմ երևում, ես կխնդրեմ արձագանքեք, գիտեք Տիկին Արիաննա Հովսեփյանին ջերմ ողջույններ, իմ լավ բարեկամ Արիաննա Հովսեփյանին ջերմ ողջունում ձեզ Տիկին Հովսեփյան, ուրախ եմ, որ միացել եք։ Եվս մեկ անգամ իմ ջերմ ողջույնները ձեզ Տիկին Հովսեփյան։ Ընդհանրապես կխնդրեմ ընկերներ արձագանքեք, ինչպիսին է պատկերը։ Եթե հանկարծ կապի հետ խնդիր կա, խնդրում եմ ասեք։ Ինձ մոտ մեկ-մեկ լինում է, որ Facebook-ում կապի հետ կապված որոշակի խնդիրներ են լինում եւ պատկերը կամ ձայնը, այսպես ասենք, հստակ չի լինում, որակը տեսանյութի կամ եթերի լավը չի լինում, դրա համար կխնդրեմ այնքան նշեք, եթե հանկարծ ձայնի հետ խնդիր կա, ես մի րոպեից կսկսեմ, չեմ ստիպի ձեզ շատ սպասել, մենակ խնդրում եմ նշեք, եթե ինչ-որ մեկի մոտ ձայնի հետ խնդիր կա, ինձ տեղակ պայեք, եթերը ջերմ ողջույններս ձեզ, Տիկին Հովսեփյան, եթե հանկարծ պատկերի հետ խնդիր լինի, խնդրում ասեք, եթերը կտարածեք, այսինքն բացիլիցա կլինեք, ես շնորհակալ կլինեմ։ Ուրեմն, ինչու ես այսօր որոշեցի մտնեմ եթեր Facebook-ում, եթեր ունենալու եմ YouTube-յան ալիքում, ռուսերեն լեզվով, բայց այսօր որոշեցի, որ հայերենել պետք է այս մասին խոսեմ։ Ադրբեջանի Հանրապետության վերջին զորահանդեսի ժամանակ, ռազմական շքերթի ժամանակ, որը անց էր կացվում Բաքվում, Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաքում, ցուցադրվեցին նորագույն տիպի զինատեսակներ։ Զինատեսակներից շատերի մասին ես խոսել եմ դեռ միջև էս ցուցադրվել, միջև եւ ընդհանրապես դրա մասին պաշտոնական հայտարարություն կան եւ այլն։ Որոշների մասին 1.5 տարի առաջ իմ YouTube-յան ալիքում խոսել, իդեպ եթերը կա իմ YouTube-յան ալիքում, այդ ով ուզում նայ, կարող եք մտնել նայել, 1.5 տարի որոշների մասին 2 տարի առաջ եմ խոսել, միջև կմտնեին Ադրբեջանի Հանրապետություն եւ համալրեին ադրբեջանցյան զինվորների եւ պետական սահմանապահ զորքերի զինանոցը։ Հիմա առաջին անգամ ինչի մասին որ խոսել եմ, շատերը առաջին անգամ ցուցադրվել են ընդհանուր մի քանի օր առաջ Բաքվում։ Չնայած որ շատերի մասին ես խոսել եմ 2 տարի առաջ, 1.5 տարի առաջ նացվորը։ Բայց կար մի բան, որի մասին ես չէի խոսել։ Չնայած ովքեր հետևել են իմ Telegram-յան ալիքին, ամիսներ առաջ գրել էի, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ռազմաօդային ուժերի ծանր տրանսպորտային ինքնաթիռը թռել է Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետություն եւ վերադարձել։ Եվ ասել էի, որ քանի որ խոսք գնում է ծանր ռազմական տրանսպորտային ինքնաթիռի մասին, սա ստիպում է, այսպես ասենք, այստեղ մտածելու բան կա։ Բայց ես ինքս չգիտեի, թե Իսրայելից էլի իմանում եմ, գրում եմ ինչ են ստացել եւ այլն, Չեխիայի Հանրապետությունից ինչ են ստացել, Սլովակիայից ինչ են ստացել, Ռուսաստանի Դաշնությունից եւ այլն, Թուրքիայի Հանրապետությունից ինչ ստանում են, գրում եմ, ես մեկի մասին ինչ չգիտեի։ Հիմա ցուցադրվեց այս զորահանդեսի ժամանակ նորագույն չինական արտադրության զենիթարթրային համակարգ, որը կոչվում է HQ-9B, կոնկրետ այդ մոդիֆիկացիա, որ ադրբեջանական կոմունի կոչվում է HQ-9B, էքսպերտная версия FD2000B զենիթարթրային համակարգ։ Այս զենիթարթրային համակարգը սովորական HQ-9-ի նորագույն տարբերակն է, կա ուղղակի HQ-9 կամ
HQ9 FD 2000 էքսպերտների վերսիա եւ կա ավելի ժամանակակից տարբերակը, ավելի հեռահար, ավելի կատարելագործված, որ կոչվում է HQ9B էքսպերտների վերսիա FD 2000B, ադրբեջանական կողմինը կոնկրետ կոչվում է HQ9B-ը։ Նրա էքսպերտային տարբերակն է FD 2000B, չնայած ադրբեջանական կողմինը ավելի լավն է, քան սովորական էքսպերտային, իմ անձնական գնահատականով էքսպորտային տարբերակը FD 2000B-ից ավելի լավն է։ Դրա մասին խոսենք։ Այս զինատեսակը համարվում է Չինաստանի Հանրապետության նորագույն հակաօդային պաշտպանության, massամբ հակահրթիռային պաշտպանության, ես շեշտում եմ, massամբ հակահրթիռային պաշտպանության եւ լիակատար հակաօդային պաշտպանության համակարգ, որը ստեղծված է 260 կոնկրետ ադրբեջանական կողմին աշխատում է 360 բան ներողություն 260 կիլոմետրի վրա, էքսպերտային տարբերակը 250 կիլոմետրի վրա, բայց կոնկրետ այն մոդիֆիկացիա, որը Բաքվում է, նա աշխատում է ունակա թիրախախոսում իրականացնել, թիրախոսել 260 կիլոմետրի վրա։ Հիմա 260 կիլոմետրի վրա նա ունակախոսի հակառակորդի ռազմական ինքնաթիռները, ամեն տիպի կործանչային, ռմբակոծչային ավիացիան, ռադիոէլեկտրոնային պայքարի որոշ տիպի ռադիոէլեկտրոնային պայքարի ինքնաթիռներ եւ ունակախոսի ռազմական ուղղաթիռներ, ունակա որսա իհարկե այստեղ հեռավորությունը տարբերալում կախված ինչ տիպի թևավոր հրթիռներ են կիրակում, ունակ որսել եւ խոցել մարտավարական թևավոր հրթիռներ, օպերատիվ մարտավարական թևավոր հրթիռներ, օպերատիվ ռազմավարական թևավոր հրթիռներ։ Բարի երեկո Գագիկ Մկրտչյան եւ որոշ սահմանափակումներով ունակ է որսալ եւ խոցել հակառակորդի մարտավարական բալիստիկ հրթիռներ, որոնք արձակված են մարտավարական հրթիռային համակարգերից եւ օպերատիվ մարտավարական բալիստիկ հրթիռներ, որոնք արձակված են օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերից, իհարկե այստեղ սահմանափակումներ կան։ Այս համակարգերը դա մասնագիտացված հակահրթիռային պաշտպանության համակարգ չի, այստեղ ռուսերեն вспомогательная функция, здесь его возможности по противоракетной обороне, они здесь ограничены. Այսինքն սահմանափակ հակահրթիռային պաշտպանության հնարավորություններն ու սահմանափակ, բայց հակաօդային պաշտպանությունը աերոդինամիկ թիրախները ворցալու համար, ինչպիսին են ինքնաթիռները, ուղղաթիռները, թևավոր հրթիռները, համակարգը բավական էֆեկտիվ աշխատում է։ Չնայած որոշակի մինուսներ կան եւ այլն, բայց ինչ որ է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ամենանորագույն հակաօդային պաշտպանության համակարգերից մեկն է։ Հիմա այս համակարգը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը վաճառել է Ադրբեջանի Հանրապետությանը։ Վաճառել է, սա ռազմավարական նշանակության զենք է, որովհետև փաստացի սա փոքր քաղաքի մի ամբողջ, ինձ ասեմ, այնպիսի քաղաք ինչպիսին Երևանն է, մայրաքաղաք Հայաստանի Հանրապետության, չէ՞։ Այս համակարգը ունակ է մի ամբողջ քաղաքի հակաօդային պաշտպանությունը ապահովել։ Իհարկե, այդտեղ մինուսներ կան եւ այլ, հիմա դրա մասին չի խոսքը։ Այսինքն վաճառվել է ռազմավարական նշանակության զենք։ Հիմա Չինաստանի այն փաստը, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությանը վաճառել է այս գերժամանակակից ռազմավարական նշանակության հակաօդային պաշտպանության massամբ հակահրթիռային պաշտպանության համակարգերը խոսում են մասին, որ Ադրբեջանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ արկային ամենաբարձր մակարդակով ռազմատեխնիկական համագործակցություն, ամենաբարձր մակարդակով, այսինքն Ադրբեջանի Հանրապետությունը քանի անգամ եմ երկար տարիներ անընդհատ նշում, որ Ադրբեջանի Հանրապետությունը սպառազինություն ամեն տարի ընդլայնում է այն երկրների ցանկը, որից նա սպառազինություն է ձեռք բերում, ընդլայնում է երկրների ցանկը, որից սպառազինություն է ձեռք բերում։ Այս պահին Ադրբեջանությունը սպառազինություն է ձեռք բերում Ռուսաստանի Դաշնությունից, Իսրայելից, Թուրքիայի Հանրապետությունից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, համատեղ արտադրանքերն են Հարավաֆրիկյան Հանրապետության հետ, Խորվատիայից, Սլովակիայից, Սլովակիայի Հանրապետությունից, Չեխիայի Հանրապետությունից, Իտալիայի Հանրապետությունից, Պակիստանի Իսլամական Հանրապետությունից, Բելարուսի Հանրապետությունից, որոշ բաներ Ուկրաինայից, հիմա Ուկրաինա սպառազին չի արտահանում, բայց միշտ լավ ձեռք էր բերում Ուկրաինայից,
Կանադայի հետ համատեղ ռազմաարդյունաբերությունն են, այսինքն Կանադայի հետ Ադրբեջանությունը զրապատ ամենագնաց ավտոմեքենաները արտադրում Կանադայի հետ, որոնց մասին բազմաթիվ անգամ խոսել եմ։ Հարավկորեական հանրապետությունից Ադրբեջանի հանրապետությունը բազմաթիվ անգամ գրել եմ, ասել եմ, խոսել եմ, մանրամասն խոսել եմ այն զինատեսակի մասին, որոնք ձեռք են բերել, նկարագրել են մարտավարական տեխնիկական բնութագրեր, ինչ վտանգներ նկատում են զինված ուժերի համար, երրորդ սերնդի հակատանկային կառավարության համակարգեր են ձեռք բերում, հակատանկային կառավարության համակարգեր, Հարավկորեական հանրապետությունից։ Թուրքիայից Իսրայել արդեն ասեցի, Բելարուսի հանրապետություն ասեցի, բարև ձեզ Աննա Օգանեզովա, ջեմ ողջունում եմ իմ լավ Facebook-յան ընկեր Աննա Օգանեզովային, ջեմ ողջունում ձեզ Աննա Օգանեզովա ջան։ Հիմա այս ամենին գումարած Ադրբեջանի հանրապետությունը այս պահին սպառազինություն է ձեռք բերում արդեն Չինաստանի ժողովրդական հանրապետությունից կա փաստ ցուցադրված Բաքվում Ադրբեջանի հանրապետության մայրաքաղաքում օրեր առաջ ռազմական շքերթի ժամանակ մարդիկ ցույց տվին չինական արտադրության նորագույն զենիթարդային համակարգ։ Նորից եմ ասում, այն փաստը, որ Չինաստանի ժողովրդական հանրապետությունը վաճառում է Ադրբեջանի հանրապետության այս նորագույն հակաօդային պաշտպանության համակարգերը, խոսում է այն մասին, որ Ադրբեջանի հանրապետության եւ Չինաստանի ժողովրդական հանրապետության միջև արկա են հիմնված են բարձր մակարդակի ռազմատեխնիկական հարաբերություններ համագործակցություն, այսինքն налажено на самом высшем уровне военно-техническое сотрудничество. Կարևոր դրվագ։ Այսօր այս երկրագնդի վրա հզոր ռազմաարդյունաբերություն ունեցող երկրներից փաստացի, բացի երևի Ամերիկայի Միացյալ Նահանգներից, չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգներից էլ որոշ բաներ ձեռք բերել, մի քանի տարի առաջ ես խոսել եմ այն մասին, որ երկու տիպի ռազմական ուղղաթիռներ են ձեռք բերել Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Մանրամասն խոսել եմ դրանց մասին։ Բայց այս հարցակողական սպառազինություն չի վաճառում դեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները, չնայած հաշվի առնելով, որ գիտեք, այդ սահմանափակումները արդեն հանվել են Դոնալդ Ջոն Տրամպի ժամանակ, կարող է արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից ձեռք բերել, բայց երևի թե միայն այս բանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեկ էլ Ֆրանսիայի հանրապետությունը չի ձեռք բերում, մնացածից բոլորից Ադրբեջանի հանրապետությունը ձեռքաբերում սպառազինություն, այսինքն Ադրբեջանի հանրապետությունը այս պահին երկրագնդի ամենաժամանակակից ամենահզոր, ամենազարգացած, ամենաճյուղավորված ռազմաարդյունաբերություն ունեցող հետաքրքիր բան է գրում Աննա Օգանեզովա, շատ ինչալուց ասեմ, շատ հետաքրքիր նկատառում էր ամենաժամանակակից ռազմաարդյունաբերություն ունեցող երկրներից զինվում է։ Դրան գումարած Ադրբեջանի հանրապետությունը անցել է արդեն Չինաստանի ժողովրդական հանրապետությանը։ Հիմա Չինաստանի ժողովրդական հանրապետությունը ունի աշխարհում ամենահզոր ռազմաարդյունաբերությունից մեկը։ Չինաստանի ժողովրդական հանրապետությունը արտադրում է ամեն ինչ, նույնիսկ ատոմային սուզանավ, բնականաբար ատոմային սուզանավեր չեն վաճառելու, հասկանալի է, դա չեմ ասում Կասպից ծովում ատոմային սուզանավեր են բերել։ Չէ, ես այդպես բան չեմ ասում։ Ուղղակի որպեսզի դուք հասկանաք Չինաստանի ժողովրդական հանրապետության, բարև ձեզ Զանի Պապիկյան, ողջունում եմ Զանի Պապիկյան։ Ընկերներ, իդեպ կխնդրեմ եթերը տարածեք, շնորհակալ կլինեմ։ Հիմա ես ես ինչի եմ միջուկային սուզանավի օրինակը բերում, որ դուք հասկանաք, որ Չինաստանի ժողովրդական հանրապետությունը արտադրում է ամեն ինչ, ավելի Չինաստանի ժողովրդական հանրապետությունը ավելի հզոր այսօր ռազմաարդյունաբերություն կա Ռուսաստանի Դաշնությունը, դեռ Չինաստանի ժողովրդական հանրապետությունը ծանր ռազմական կորտանի բանը ռմբակոծիչներ է արտադրում։ Մի բան Ռուսաստանի Դաշնություն չի կարող, Ռուսաստանի Դաշնությունը ինչ խորհրդային միություն ստացել է, դա ստացել է։ Հիմա Չինաստանի ժողովրդական հանրապետությունը արտադրում է հեռահար խոշոր տրամաչափի համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր։ Իդեպ
Չինաստանի նման ամենաժամանակակից համազգայական կերակտիվ համակարգերից մեկը, որը շատ եմ սիրում, կոչվում է PHL-03։ Նրա բարև ձեզ Անահիտ Մովսիսյան, նրա էքսպերտային տարբերակը, որը կոչվում է IR2, IR2, այդ էքսպերտնա վերսիա, крупнокалиберный дальнобой реактивный сим залповый ՍԶՈ PHL-03, այսինքն PHL-03-ին, PHL-03-ը, PHL-03։ Սա համազգայական կերակտիվ համակարգը, որը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն արտադրում է սեփական զինված ուժերի համար, բանակից համակային զորքեր, արտադրային զորքերի համար։ Նրա էքսպերտային տարբերակն է ստեղծել, որը կոչվում է IR2, IR2 այդ էքսպերտնա վերսիա данный реактивный сим залповый։ Տրամաչափը 300 մմ 12 փողուն, ինչպես 958 Սմերջ սովետա-ռուսական համազգայական կերակտիվ համակարգը լեգենդար, բայց սա ավելի հեռահար է, չինական ավելի հեռահար է։ Չնայած իհում նախադրելի է 958 Սմերջը, բայց սա էլ է փառահեղ ու հեռահարությունն մի խոսքով ամենատարբեր տիպի ռեակտիվ արկերն է կիրառում տվել համազգայական կերակտիվ համակարգ 300 մմ Բեկորաֆուգասային մարտագլխիկով, կասետային մարտագլխիկով հսկա մի քանի ֆուտբոլի դաշտա ծածկում, ընդ որում տարբեր մարտական տարերով, որոնք ունակ է խոցի զրապատ, թեթև զրապատ տեխնիկան, հակառակորդի զինտեխնիկան, կենթանի ուժը խրամատներում, սրանցից չփրկում ոչ մի բան, կոտորվում է կենթանի ուժը խրամատներում, շատ հանգիստ ընդ որում։ Հիմա սրա համար հնարք արտադրում են BRE-2 ռեակտիվ արկերը, որոնք ունեն 130 կմ հեռահարություն։ Բեկորաֆուգասային մարտագլխիկով 130 կմ հեռահարություն ունեն։ Ես այն չեմ ձեզ ասում։ Այս զինատեսակը համազգայական կերակտիվ համակարգերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը մի քանի տարի առաջ վաճառել Էթիոպիային։ Ես նույնիսկ լուսանկարներ ունեմ Էթիոպիայի զինված ուժերում, սրանք խոցված վնասված Էթիոպիան ու Էրիտրեան երբ որ պատերազմի մեջ էին գտնվում, սրանցից մի քանիսը այնտեղ վնասվեցին ոչ շատ մի խոսքով, հարցը այդ չի։ Հարցն է, որ փաստն է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը վաճառել է Էթիոպիային։ Էթիոպիան ոչ իր քաշովը Ադրբեջանի Հանրապետության հետ կարում ոդկցի, մանավանդ Թուրքիայից հետ մեջ կանգնած, ոչ վճարունակությամբ, այսինքն Ադրբեջանությունը ավելի շատ ֆինանսական միջոցներ ունի, քան օրինակ Էթիոպիան։ Ոչ Էթիոպիան քաղաքական կշիռն ունի որ Ադրբեջանությունը, ոչ էլ Էթիոպիան այդ ֆինանսական ռեսուրսներ ունի Ադրբեջանի Հանրապետությունը։ Հիմա թե Էթիոպիային վաճառել են, Ադրբեջանի Հանրապետությանը կվաճառեն ու կվաճառեն։ Ես տարական բան եմ ասում։ Կա փաստ, որ AR2 реактивный система запомнения, ՍԶՈ AR2 была продана Էթիոպիա, այսինքն ծախել են, իսկ կերկնում եմ նրան եւս մեկ անգամ AR2-ը համարվում է PHL-03-ի էքսպերտային տարբերակը։ BRE-2 ռեակտիվ արկերով, որը ունի Բեկորաֆուգասային մարտագլխիկ հեռահարությունը 130 կմ։ Եթե Էթիոպիային վաճառել են, ինչա Ադրբեջանություն չեն կարող վաճառել, իհարկե կվաճառեն։ Ադրբեջանի Հանրապետությունը ունի շատ փող, ունի նավթ, գազ, ունի փող։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը արտադրում է ամեն ինչ եւ արտահանում է։ Օրինակ մի համար Էթիոպիան, շատ հզոր զենք է, որը արտահանում է Էթիոպիան վաճառել են։ Այդ ես իհարկե ոչ միայն Էթիոպիան, շատ բաներ Տանզանիային էր վաճառում եւ այլն, ես մենակ Էթիոպիայի վրա եմ օրինակը բերում։ Եվ Ադրբեջանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հիմնված է բարձր մակարդակով ռազմատեխնիկական համագործակցություն։ Նորից եմ ասում, Բաքվում ցուցադրվեց նորագույն չինական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգ։ Զենիթ-հարթային համակարգ։ Եթե զենիթ-հարթային համակարգը, որի մասին քիչ առաջ ասեցի, վաճառվել է Ադրբեջանությունը, նշանակում է արդեն հիմնված է ամենաբարձր մակարդակով ռազմատեխնիկական համագործակցություն։ Հետևաբար, եթե սա վաճառել են, մնացածն էլ կվաճառեն։ Եթե Էթիոպիային վաճառել են, հաստատ 100% իմացեք սա էլ կանեն։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը արտադրում ամեն ինչ եւ պատրաստ է Ադրբեջանությունը վաճառի, որտեղ հիմնված է բարձր մակարդակով երկկողմանի ռազմատեխնիկական համագործակցություն։ Ադրբեջանությունը վճարունակ պետություն ունի փող, շատ փող, նավթ, գազ, եթե ունի փող, մի կողմն ունի փող, այլ մի կողմն արտադրում ամեն ինչ եւ պատրաստ է վաճառել։ Հետեւաբար դու պիտի հասկանաս, որ հիմա Հայաստանի Հանրապետության պաշտպանական ռազմավարությունը պետք է կտրուկ շատ կտրուկ վերանայվի եւ դա պետք է արվի հիմա։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն արտադրում է գերժամանակակից օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգեր, օպերատիվ մարտավարական բալիստիկ հրթիռների միջև 600 կմ հեռահարության։
ինչպեսին է dev 15b, dongfeng 15b, որի այդ էքսպորտային տարբերակն է ստեղծել Emin-ը, սրա էքսպորտային տարբերակն է, որ ունի 600 կմ հեռահարություն, ընդ որում ունի անջատվող բեկորաֆուգասային մարտագաղթիկ, որը շատ դժվար է հակառակորդի հակարդային հակօդային պաշտպանության համակարգում, հակարդային պաշտպանության համակարգում շատ դժվար է հայտնաբերել եւ խոցել։ Սա արտադրում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը արտադրում է օրինակի համար HG-12, Hongji-12 գերժամանակակից երրորդ սերնդի հակատանկային կառավարվող հրթիռային համակարգեր, որոնք ամերիկյան FGM-148 Javelin հակատանկային կառավարվող հրթիռային համակարգեր, որ ուկրաինական կողմը կոտորում է ռուսական զրատանկային տեխնիկան, նրա չինական կրկնօրինակն է։ Իդեպ այս սրանից ունեն ավելի որակով կորեական տարբերակը, որի մասին ես խոսել եմ։ AT-1 Raybold Heyeong-gang հակատանկային կառույցային համակարգը արդեն սրա կորեական տարբերակ ավելի որակով ձեռք են բերել հարավային Կորեայից։ Դե չինականն էլ ձեռք կբերեն ու ձեռք կբերեն։ Ես տարական բան եմ ասում։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը արտադրում է բազմապիսի հակատանկային կառույցային համակարգեր, թնդանոթային հիմնական մարտական տանկեր, հրթիռաթնդանոթային հիմնական մարտական տանկեր, քարշակող հաուբիսներ, քարշակող թնդանոթեր, քարշակող հաուբիս թնդանոթներ, ինքնագնաց հրետանային կայանքներ, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, հրաձգային զինատեսակների տարբեր տիպի ամենահակահետևակային ականներ, հակատանկային ականներ, այսինքն ամեն ինչ յուրակիր դենտրային համակարգեր։ Դու պիտի հասկանաս, որ Հայաստանի Հանրապետությանը լուրջ վտանգներ են սպառնում։ Ես չեմ ասում խոճապ տարածելու համար, ես չեմ ասում վախ տարածելու համար։ Ես ասում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հիմիկվանից սկսի վերան։ Ես խոսեցի միայն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մասին։ Բայց այս զորահանդեսի ժամանակ ցուցադրվեց այն համակարգեր, որոնց մասին 2 տարի առաջ իմ YouTube-յան ալիքում խոսեցի, ասեցի իմ ունեցած տույք տեղեկություններով Ադրբեջանությունը պայմանագիր ստորագրել, որ առաջին խմբականակն եկա, միայն ես էի, որ եթերում այդ մասին, այսինքն մտա եթեր ասեցի, իմ Telegram ալիքում էլ գրել եմ, եթերն էլ կա, կարող եք մտնել նայել, գրառումն էլ կա, իմ Telegram ալիքում մտնել կարդալ։ Հիմա այդ իմ ասած ինքնագնաց հրետանային կայանքները Չեխիայից եւ Սերբիայից ձեռք են բերել։ Իդեպ Սերբիանից էլ հետն են սպառազինություն ձեռք բերում Սերբիայից։ Երբ որ ես Հայաստանի Հանրապետությանը խորհուրդ էի տալիս ինքնագնաց հրետանային կայանքները, ասում Մամլո ասոլիսի ժամանակ եմ ասել ուղի եթերում մի քանի տարի առաջ իմ YouTube-յան ալիքում եմ ասել, ասող չկար։ Այս ինքնագնաց հրետանային կայանքը գեր ժամանակակից սերբական արավ Ադրբեջանի Հանրապետություն։ Հիմա այս զորահանդեսի ժամանակ այսա շուտով ես իմ YouTube-յան ալիքում մանրամասն խոսեմ, հիմա եթեր ուղղակի չեմ ուզում ծանրաբեռնեմ, ես որ որոշել եմ հակիրճ հստակ ասում եթեր անեմ, չեմ ուզում ծանրաբեռնեմ մասնագիտական տեղեկատվությամբ։ Հիմա այս սերբական արտադրության եւ չեխական արտադրության գեր ժամանակակից 155 մմ-անոց հեռահար թվային կրակի կառավարման համակարգ ունեցող ՆԱՏՕ-ի արտադրության ամենագեր ժամանակակից հրետանային արկերը ունակ կիրառելով, որը արտադրում է Թուրքիայի Հանրապետությունը, ունեց 155 մմ, այսինքն ՆԱՏՕ-ի ստանդարտներին են անցել։ Այս ինքնագնաց հրետանային կայանքներ հեռահար թվային կրակի կառավարման համակարգ ունեցող եւ ավտոմատ ինքնալիցքավորվող տեսունի ավտոմատ զրժենի ստացել Ադրբեջանի Հանրապետությունը։ Ցուցադրել են այն, որի մասին 2 տարի առաջ ասում էի, հիմա արդեն փաստ է, որ ցուցադրել են։ Դուք նայեք Ադրբեջանի Հանրապետության զինվելու մակարդակն ու մասշտաբը։ Հիշում եք հայտնի Pulse Prizes and Universal Launching System հրթիռային համալիրներ, հրթիռային համակարգի, որ մեր ժամանակ նաև համազարգային կրակի հրթիռային համազարգային կրակի ռեակտիվ համակարգը, այս ունիկա զենքը, որի մասին խոսել եմ անցյալ տարի օգոստոս ամսին, ցուցադրվեց առաջին անգամ։ Ինձից բացի դե ոչ ոք չէր գրել, ոչ միտեղ ես չեմ տեսել, որ մեկը ինձնից բացի գրել, որ այս զենքը ստացել է։ Առաջին անգամ այդ զենքը հրապարակավ ցուցադրվել է այդ զորահանդեսի ժամանակ։ Այդ զենքի մասին ես խոսել եմ 1.5 տարի առաջ, մի հատ էլ 2-3 օր առաջ իմ YouTube-յան ալիքում եթեր ունեցա եւ 2 օր առաջ։ Մանրամասն խոսեց այդ եթերը կարող եք մտնել հենց հիմա նայել, հողում կա իմ Telegram Facebook-յան էջում եւ իմ YouTube-յան ալիքում էլ կա այդ եթերը մի ժամ 55 րոպե զենքի մասին խոսել եմ։ Միայն այդ զենքը, որը կիրառում է ամեն ինչ սովորական ռեակտիվ արկերից սկսած մինչեւ 40 կմ հեռահարության 125 մմ-անոց կիրառում ամեն ինչ մարտավարական, օպերատիվ մարտավարական թևավոր հրթիռներ, մարտավարական բալիստիկ հրթիռներ, օպերատիվ մարտավարական բալիստիկ հրթիռներ, գեր ճշգրիտ, որ ծածկում են Հայաստանում թիրախավորում են, ծածկում Հայաստանից մուգ նշանառության տանք ողջ տարածքը։
Դե հիմա այս ամբողջ արսենալին ովքեր իմ գործունեության հետևել են, այդ մարդիկ գիտեն, որ ես ադրբեջանական արսենալը մանրամասն հրատարականը ինչ կա սաղ իմացն այնքան եմ խոսել, ես նույնիսկ չեմ ուզում նստեմ այդ ամեն ինչ կրկնեմ։ Այդ գիգանտ արսենալին գումարվում է այս նորագույն ինչ ասեմ, ռազմատեխնիկական համագործակցության արդյունքները, որից հեսա շուտով կստանան, հեսա նորագույններով էլ կհամալրվեն։ Հիմա նայեք երկրների ցանկը ինչքան երկրներից են ձեռք բերում աշխարհում ինչքան հզոր ռազմաարդյունություն երկրներ կա, սա զինվում են։ Դուք պետք է հասկանաս մի բան։ Ես կարող եմ իհարկե նստել այդտեղ, գիտեք, բան անել, ականջահաճո ճառեր ասեմ, ձեզ խափեմ, ասեմ, դուք գիտեք, Հնդկաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի Հանրապետության հետ բանը այսպես նանցից ձեռք բերված պարազինությամբ Հայաստանությունը հերիք չի վերականգնում է կորցվածը, մի հատ էլ ռազմական հավասարակշռությունը ռավային բալանսի շրջում դեպի Հայաստանությունը, թեքվում եւ այլն, բայց դա սուտ է։ Ես պարտավոր եմ ձեզ ճիշտն ասել, հայկական կողմի արածը ես չեմ ասում, ես ողջունում եմ, բոլորը գիտնի, բազմաթիվ անգամ YouTube-յան ալիքում եմ ասել։ Իմ բոլոր մեդիա ռեսուրսներով ես ողջունում եմ Հայաստանի Հանրապետության Հնդկաստանության միջև ռազմատեխնիկական համագործակցությունը, զինատեսակը որ շատ եմ գովում, զինատեսակը որ այդքան կոչին, բայց ինչ որ է։ Ֆրանսիայի Հանրապետությունը դա ընդհանրապես խոսք չկա, շատ եմ բարձր եմ գնահատում Ֆրանսիայի Հանրապետության ռազմատեխնիկական համագործակցությունը, բայց սա ոնց ասեմ, ոնց որ էս համեմատես այս սրա հետ այդ ընդ որում ձերքեր երկարությունը թույլ չի տալիս, այսինքն էկրանը խանգարում է որ ցույց տան։ Սա հերիք չի, որ դու բանա adekvat եւ հակակշիռ քայլերը ոչ, սա հակակշիռ քայլ չի ադրբեջանական զինմանը, ադրբեջանցիական զինվորների համալրման զինման, այլ հələ ես նրանք այն կողմի ռազմաարդյունաբերության մասին չեմ էլ խոսում նույնիսկ։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը պետք է անհապաղ ձեռնարկի հակաքայլեր։ Երբ որ ես 2018 թվականի նոյեմբեր ամսվա վերջից սկսեցի հրապարակավ ելույթ ունենալ լրատվության զանգվածային միջոցներով, իմ YouTube-յան ալիքը բացեցի, իմ Facebook-յան էջը բացեցի, իմ Telegram-յան ալիքը եւ սկսեցի ճիշտը միայն ես էի, որ Հայաստանություն ճիշտը ասում էր եւ որի համար իդեպ մեղմ ասած լավ օրես չէին էլի, որ ինձ բաժին հասա։ Ճիշտ ասում եմ, ռազմական հավասարակշռությունը խախտված է, որ պատերազմը սկսել տակից դուրս չեք գալու։ Վատամարդը ես էի։ Ընդ որում, ես ինչ ասում եմ, չէ՞։ Միայն փաստերով հիմնված լոգический аргумент, логический контраргументы, подбор фактов, այսինքն բացարձակապես թվային փաստերի վրա երբեք ոչ մեկ չի կարողացել ոչ մի ասածը երկի փաստեր։ Ասում է, էս ունեն, էս ունի հնարավորությունները եւ այլն։ Լսող չկար, վատը ես էի, վատամարդը ես էի, ինձ ինչ ասես չասեցին։ Շպիոն ես, լրտես ես, գործակալ ես, ազդեցության գործակալ ես, ինչքան կար շատեր էլ արդեն եթեր չէին տալիս, որտեվ ինչքան որ ինձ ասել, զանգում է տարբեր լրատվական ժողովրդի իրան, չի կարելի լուսաբանել եւ այլն, շնորհակալ եմ Էդգար Համբարձումյան, իմ ջերմ ողջույնները Էդգար ջանին, Էդգար Համբարձումյանին, ուրախ եմ որ պարոն Համբարձումյան միացել եք, Էդգար Համբարձումյան, իմ ջերմ ողջույնները եւ հարգանքները։ Հիմա այդ ինձ չլսեցին, ինձ ասեցին էս պատերազմը սկսվեց, բարձրացավ ճիշտ էի ասում, ինձ էինք ասել եմ, ունեցել են, ոնց ասել են, որ ուղղությունները իրան ինչ թիրախների նկատմամբ կիրառվել է։ Վերջում էլ եղավ են, որ հայկական կողմերը աղետով վերջացավ, 30 հայկական կողմը, այս վերջ պատերազմում ոչ կորցրել է ոչ միայն ուղակի տարածքներ եւ հայկական կողմը կորցրել է 30 տարի այդ հայկական տառապանքը, մարդկային կորուստներ, մարդիկ զոհվել են, մարդիկ վիրավորվել են, հաշմանդամ են տարել, մարդիկ գերի են եկել խեղաթյուրված ճակատագրեր, Հայաստանի Հանրապետությունը տնտեսական բլոկադայի մեջ էր, որ ֆինանսական տնտեսական, որովհետև նաև արդյունաբերական, որովհետև գիտեք, Հայաստանի Հանրապետությունը 4 սահմաններ, որ երկուսը փակ էր, Հայաստանը թուրքական ադրբեջան ամբողջությամբ հայկական տնտեսություն ինչքան կարեցել են բլոկադայի ենթարկել եւ այլն, հայկական կողմյան ավելի դժվար է եւ այլն, մարդիկ ստիպված դուրս են գալիս արտերկրում աշխատեն եւ այլն։ Սփյուռքը ինչքան ռեսուրսներ ուներ ուղարկում էր, ստեղ այդ ամեն ինչը դրվում էր Լեռնային Ղարաբաղում եւ այլն, մի խոսքով այդ սաղ, այդ 30 տարվա այդ ամբողջ տառապանքն ու զրկանքները ջուրն ընկավ։ Այն վաղ չլսեցիք։ Հիմա եմ ասում։ Ձեռնարկեք հակաքայլեր, ես ոչ միայն ազանգում եմ, վախեցնում եմ, ես եմ անում, կամ միայն խնդրի բարձրացնում, ես ունեմ ոչ ալտերնատիվ, ես ունեմ բանը միակ լուծումը, որ այս պահին կարելի է
ունի հայկական կողմը, ընդ որում իմ ասածը իմ առաջարկը չունի ալտերնատիվ տարբեր։ Եթե Հայաստանում մարդ կա, ուղեղ կա, որ կարա իմ ասածի հակառակ նախագիծը կամ հակառակ ինչ որ գաղափար հնչեցնի, ես այդ մարդու ձեռքը սեղմում եմ, ով ուզում ա լինի, թող իմ հետ նստի բանավիճի։ Ես ուղիղ եթերում մեկը հակափաստարկ ներկայացրեց, բրավո, իմ բերած փաստարկին մեկը շնորհակալ եմ Սվետլանա Բեգլարյան, ով հակափաստարկ ներկայացեց, ասում հալալա։ Ես դիմում Հայաստանի ռազմական ղեկավարությանը։ Մի հատ աշխատանքային խումբ չենք հա որ մի հատ խումբ ձևավորեք, ինձ լսեն, բայց երկրի ղեկավարի, բարձրագույն ղեկավարի ներկայությամբ կամ չգիտեմ ողջ ղեկավարության, որտեղ երկրի ղեկավարությունն էսա, ու չեմ կարող ուրիշին դիմեմ, դիմեմ Մակրոնին, ասեմ, պարոն Մակրոն, գիտեք, ինձ լսեք։ Դե դիմես քո երկրի ղեկավարության, հիմա կարա շատերն ասեք ու մեզ դիմ, ուրիշ ում դիմեմ մոնակ Չեմ կարամ Մակրոնի գրեմ, պարոն Մակրոն, ես խնդրում եմ ինձ ընդունեք, ես սենց, գիտեք Հայաստանի Հանրապետության առաջարկներ ունեմ, Հայաստանությունը բանը պաշտպանողությունը հզորացնելու եւ այլն։ Պետք է դիմես քո երկրի ղեկավարությանը, էսա։ Հիմա դու կարա գոհ լինեք, կարա գոհ չլինեք, դա ձեր գործն է, բայց ես ուրիշ ում դիմեմ։ Հիմա ես դիմեմ երկրի ռազմական ղեկավարության առաջերտին քաղաքական ղեկավարությունը, ռազմական ղեկավարությունը գիտե ինչ կա 13 թվից լավ եմ ճանաչում այդ համակարգը, շատ լավ գիտեմ որ բացարձակավ անհույս բանը շատ լավ գիտեմ, էլի ինչքան է վաղ 13 թվին լսեցին իմ զրատանական տեխնիկան արդիականացնելու ծրագիրը, բանի տեղ չդրին 1 ապրիլյան քարորիայի ժամանակ գիշերը հայկական կողմը ունակ չէր մարդ վարեր գիշերային 44 օրյա ժամանակ էլ աղետի հայկական կողմի գլխի հետ հայկական կողմի զրատանական տեխնիկան արդիականացված ունակ չէր գիշերային մարդ վարեր, իսկ նրանք գեր ժամանակակիցներին ձեռք բերել, մի հատ էլ եղած արդիականացրել էին приспособили для ведения ночных боевых действий, այսինքն գիշերային մարդ վարելու համար արդիականացրել։ Լսող չկար այն վաղ, հիմա էլ գիտեմ որ լսող չկա։ Լավ գիտեմ, ես ինչի սկսեցի ելույթ ունենալ ԶԼՄ-ներում, թե որովհետև մինչև 18 թվի նոյեմբերը ինչքան դուր կար ծեծեցի նորից 13 թվից այդ ճանապարհն ասում։ Գիտեմ որ բանի տեղ տնող չկար։ Ստիպված սկսեցի հրապարակավ ելույթ ունենալ, մտածելով դե որ հասարակական կարծիք ձևավորվի, հասարակական կարծիքը որոշ այսպես ասենք որոշ լծակ է էլի երկրի ռազմական ղեկավարության որոշումների վրա ազդել եւ այլն, այդպես այդ էլ բանի տեղ օգուտ չկա։ Հիմա նորից ստիպված ասում եմ ձևավորեք մի հատ խումբ, ուզում եք ուղիղ եթերում։ Ես եմ նստում, ձեր լավագույն գեներալներն ում որ կճարեք կբերեք։ Ձեր գեներալներով ձեր ում որ ուզում եք։ Ես նստում եմ նախագիծը ներկայացնում եմ վտանգները, մանրակրկտորեն միլիմետրով, ովքեր իմ ելույթներին հետևում գիտեն, որ ես միլիմետրի ճշգրտությամբ եմ խոսում, բացարձակ 100% անհերքելի փաստերով։ Եվ վտանգներն եմ ներկայացնում եւ իմ լուծումը։ Եթե մարդ կա, որ իմ լուծումից ավելի լավ լուծում առաջարկում, ես սպասում եմ։ Թող գա երկրի ղեկավարի մոտ նստի, կարող ու եթերում։ Եթե չկա, ուրեմն իմ ասածը ալտերնատիվա չունի։ Իսկ եթե ալտերնատիվա չունի, պետք է կամ անել, կամ էլ ինչ ասեմ, մարդիկ ուրեմն սենց են վերաբերվում երկրի, ինչ ասեմ, անվտանգությանը։ Նորից եմ ասում, իմ пассив պաշտպանության ռազմավարությունը իմ կողմից մշակված պետք է կատարածվի։ Սա թույլ կտա զգալիորեն նվազեցնել Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի կրակային հզորությունը։ Չեմ ասում 100% սա միակ լուծում, ոչ, սա չեմ ասում միակ սարով պատերազմ կա, բայց սա թույլ կտա կտրուկ ռուսերեն բառ կա, կոչվում է выживаемость։ Հայերեն выживаемость ես չեմ կարող թարգմանել ոնց է։ Բայց ռուսերեն հրաշալի բառ է, կոչվում է выживаемость։ Она повысит выживаемость вооруженных сил Республики Армения։ Սա թույլ կտա հայկական կողմին կտրուկ նվազեցնել նյութատեխնիկական եւ մարդկային կորուստները, հատկապես առաջի ժամերի, թույլ կտա հայկական ինչա ներկայացնում пассив պաշտպանություն միլիոն անգամ ասել եմ YouTube-յան ալիքում էլ, իմ Facebook-յան էջում էլ հենց հիմա իմ YouTube-յան ալիքում եթերներ ունեմ հայերեն լեզվով եւ ռուսերեն լեզվով, մանրամասն նստեմ մտեք իմ пассив պաշտպանության ռազմավարություն կարդացեք։ Սարերի մեջ ստորգետնյա ամրաշինական ենթակառուցվածքներ ստեղծել, ոչ միայն ուղակի թույլ, դա իմ ուղակի թունել չի, հսկայական ենթակառուցվածքներ ստեղծել Հայաստանության ողջ զինված ուժերի եւ ոչ միայն զինված ուժերի, այլև պետության կարևորագույն ենթակառուցվածքները տեղակայել իմ կողմից նախագծված, որը մանրամասն ծրագիր, մանրամասն մշակված ստեղծված կա ստորգետնյա ենթակառուցվածքների տակ
Քանի ովքեր իմ YouTube-յան ալիքում բան հետևել են, քուշին գործունեության Facebook-յան ճում։ Դուք տեսել եք, որ երբ որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Իսրայելը այսպես մեջ լայնամասշտաբ պատերազմ սկսվեց, Իսրայելի գերհզոր ռազմաօդային ուժերի կործանիչը ռմբակոչային ավիացիա սկսեց ջնջել Իրանի Իսլամական Հանրապետությունը չկար։ Իրանի Իսլամական Հանրապետությունում ողջ առողջ մնացին միայն այն ենթակառուցվածքները, որոնք շատ խորը սարի տակ են, ինչպես Ֆորդոն էր։ Ֆորդոն ինչի ամերիկյան կողմը, հիշում եք, ես այն ժամանակ ասում եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները մենակ մի պատճառով են մտնելու պատերազմի մեջ, որովհետև մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունի այն գեր ժամանակակից ծանր ռմբակոծիչները, որոնք կրում են մխրճվող ավիառումբեր, կոչվում է խոսք գնում է стратегических бомбардировщиков типа Stealth։ Northrop Grumman Bidwai Block 30 Spirit Stealth ռմբակոծիչների մասին, որոնք ամեն մեկը 2 հատ գեր ժամանակակից հակաբունկերային ավիացիոն ռումբեր կրում, որոնք կոչվում են GBU-57 MOB, Guided Bomb Unit 57 MOB, Massive Ordnance Penetrator, махрчвох, то есть это авиарумберы, то есть это толстостенные, бетонобойные, противобункерные авиационные бомбы проникающие с разным контактом замедленного действия. Որոնք ունակ են 61 մետր գետնի տակ մխրճվեն։ Կամ մոտորապես 10-17 մետր ժելեզաբետոն ծակեն, կամ գետնի մեջ մխրճվեն 61 մետր։ Այս ավիառումբերն ունեն մենակ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ադրբեջանությունը չունի, Թուրքիայինությունը չունի։ Թուրքիայինության ամենաժառանգակից հակաբունկերային ավիացիոն ռումբերը հիմնված են ամերիկյան, այսինքն Թուրքիայինությունը ամենահզոր հակաբունկերային ավիառումբը, որ ստեղծել է, հիմնված է այն ավիառումբի հակաբունկերային ավիառումբի մարտագաղթի վրա, որ նաև Իսրայելն է կիրառում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կողքվում է +109 Heavy Bomb Unit 109 Heavy կամ +109B Heavy Bomb Unit 109B Heavy։ Այս ամերիկյան հակաբունկերային авиарумբերն են, որը Թուրքիայինությունը իր комплект наведения надевает на нее, Израиль свой комплект наведения, Соединенные Штаты Америки США свой комплект наведения, либо это комплект наведения с инерциальной системой наведения плюс спутниковой системой наведения, либо это инерциальная система наведения комбинированная с полуактивной лазерной системой наведения, либо это комбинация того и другого։ Հիմա այս авиарумբերը ունակ չեն իմ կողմից նախագծված ստորգետնյա ամրաշինական կառույցները խոցելի ուշացնելու համար։ Ավելին, ամերիկյան ավիառումբերը արդեն 2 տարի ասում են, փլսող չկա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների սարսափելի ավիառումբերը, որ Ֆորդոն խոցեցին գետնի տակ, իմ կողմից նախագծած շինությունները ունակ չեն խոցել մի քանի պատճառներով։ Պատճառների մի մասը իմ գիտական ունիկալ լուծումներն ա, որ թույլ է տալիս պայթյունի հարվածային ալիքը սեյսմիկ էֆեկտը գետնի տակ նվազեցնել, այն մյուսը